Կապված մեկ-երկու հարց ունեմ։ Դուք Մուշից եք եւ ուզեի ձեր պատմությունը, հա։ Ինչ եք հիշում, ինչ են ձեզ պատմել եւ այս ճանապարհը, որը խորհրդանշական է այսօրվա համար, այս ճանապարհով են 111 տարի առաջ, պատկերավոր ասած, անցել մեր պապերը ցեղասպանության ժամանակ։ Հայաստանի գրեթե բոլոր բնակիչների պատմությունը նույնանման է, շատերի մեծ մասի, եւ անցյալը նույնանման է։ Կուզենայի ասել, որ ցեղասպանության ոգեկոչումը եւ ճանաչումը, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ ցեղասպանության ճանաչումը երկու կարևոր նպատակ ունի։ Առաջինը կանխարգելիչ նպատակ է, որ վերջապես ապագայում այդպիսի բան այլևս չկրկնվի, որպեսզի գործեն մեխանիզմներ, որ կկանխարգելեն, որպեսզի էլի չասեն, որ իրենց նավերը մեր սարերը չեն բարձրանում։ Կանխարգելման համար ամենակարևոր բանը ցեղասպանության համաշխարհային ճանաչումն է։ Իսկ մենք էլ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ իրապես մեզ պետք է միջազգային աջակցություն։ Արցախի բռնի հայաթափումն ու տեղահանությունը արդյոք ցեղասպանության չկանխարգելելն էր, հա, որ չճանաչելն էր, որը չկանխարգելեց այդ գործողությունը։ Այո, բայց նաև մեծ կոտորածներից խուսափելը ինչ որ առումով ցեղասպանության գծով հայ ժողովրդի աշխատանքն է 100-ամյա, որովհետև մենք գիտենք, որ նրանց նկրտումները ավելի լայն էին, բայց փառք Աստծո մեր հայրենակիցները Հայաստանում են եւ դա հենց այն քայլերն է, որ ցեղասպանության ճանաչման համար արվել է հայ ժողովրդի կողմից։ Ամենակարևոր բանը, որ երկրորդ բանը, որ դա զուտ թվեր չեն, մարդկային ճակատագրեր են, մարդիկ ովքեր չեն փոխել իրենց հավատը, չեն փոխել իրենց ազգը, ազգային լեզուն եւ այդ իսկ պատճառով ենթարկվել են սպանդի։ Դա մեծ նշանակություն ունի հայերի համար մինչև այսօր եւ մեզ համար շատ տարօրինակ է, որ 1.5 միլիոն ճակատագիր մեր հայրենակիցների, մեր նախնիների ճակատագիրը ինչ որ մարդիկ կարող են սարքել քաղաքական իրենց այսօրեական խնդիրներ լուծելու համար խաղաթուղթ։ Իսկ երբ որ այս պահին արտաքին քաղաքականության Մեզ հիմա ասում են փակեք այդ էջը, ամեն ինչ մոռացեք, պատմությունը մի կողմ դրեք, ապրեք այսօրով, դա ինչ հետևանք կարող է ունենալ, պարոն Կարապետյան, թողնել պատմությունը, մոռանալ։ Երկու հետևանք, առաջինը, որ վաղը կարող են ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մյուս օրը մենք պաշտպանված կլինենք այնպես իրավական առումով, որ հակառակորդ երկրները չեն օգտագործի եւ իրենք նոր պահանջներ չեն դնի։ Այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում, ադրբեջանցիների ցեղասպանություն եւ այլն, եւ հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթուղթը, նրանք օգտագործելու են 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բերելու խաղաթուղթը։ Ես ուզում եմ շատ կարեւոր բան ասեմ։ Հայաստանում ցեղասպանության ժամանակ, ինչպես մեր նախնիները պատմել են, շատ մեծ վնաս են տվել հայերին, տեղում հարևանությամբ բնակվող այն տարերը, ովքեր թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ, ոչ միայն պետությունը, այլ ինչ որ տարեր, եւ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալը, դա մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության եւ մեր երեխաների ապագա անվտանգության համար։ Կներեք, մյուս հարցերը հետո, եթե հնարավոր է։ Լավ։ Ահա դու մի արա, բայց սա ոչ թե գան արդեն գազեր կոնում։